Զдрасте, ինչպես շորտից հասկացաք, ձեր Անահիտը սկսեց իր աշխատանքը։ Դժվարությամբ, բայց պետք է։ Ուրեմն մեր մոտ այսօր ամսի 18-ն է եւ ինձ մնացել է 10 օր, որ իմ առաջին պրեզենտացիան սկսեմ։ Դրա համար ինչ է անում ձեր Անահիտը։ Ձեր Անահիտը բաժանում է իր հագուստների մոդելները ըստ թեմատիկայի։ Եվ ես այն անում եմ ուրեմն սենց, բեժերը դնում եմ մի կողմի վրա, ջինսի շաբաթը, գիտեք ինչ, երևի թե սա ավելի շատ գնա այս կողմի վրա, որովհետև սա ես կդնեմ ջինսի հետ և այս սրա հետ։ Ես հետո սիրելիներս, արդեն ըստ օրվա մեջ, շատ որ չձանձրանալ, ըստ թեմատիկայի ամեն մի բլոգի մեջ մի թեմատիկա կդնեմ։ Ասենք մեկը բեժը, մյուսը այս տերակոտայի գույնը, շագանակագույնը, մյուսը վարդագույնը և այդպես շարունակ։ Ինչպես եք, հուսով եմ, որ ձեր մոտ ամեն ինչ նորմալ են։ Սիրելիներս, նախքան բլոգը սկսելը, ես ուզում եմ ևս մեկ անգամ բարի գալուստ մեր լավ հետևորդներին և բարի գալուստ իմ հավատարիմ ընկերներին, լավ հետևորդներին, ովքեր նայում են, բայց չեն թողնում և անհամբերությամբ սպասում եք։ Չմոռանաք լայքերը, որպեսզի մեր ալիքը ավելի բարգավաճի։ Եվ դա չի նշանակում գումար աշխատենք, սիրելիներս, բարգավաճի, որպեսզի ձեր Անահիտը բոլորը ճանաչում եք ինձ, գիտեք, որ ես ահավոր, ոնց ասեմ, իմ մոտ կա մի բան, գումարը, ամեն ինչը մոռանում եմ։ Երբ որ ես սկսում եմ պրեզենտացիա, ես սրանից գումար եմ ստանում։ Ես մոռանում եմ, թե ինչքան եմ աշխատել, որովհետև իմ համար այդ ադրենալինը նայա որ սենց ինչ ասեմ, որ դոպինգ լինի, դոպաժ լինի, երբ որ ժողովուրդը գնում են, հավանում են, աժուտաժ ա գալի, ես անգամ մոռանում եմ, թե ինչքան եմ դրա վրա աշխատել։ Նույնն էլ YouTube-ն է, երեխեք ջան։ Եթե ես տեսնում եմ, որ ինձ դիտում են, ուրեմն նշանակում է, որ ինձ հավանում են, իսկ որ տեսնում եմ քիչ են դիտում, ուրեմն նշանակում է, որ չեք հավանում։ Եվ ես ինձ հարց եմ տալիս, քանի որ սա այս աշխատանքը բավականին բարդ աշխատանք է, ես կիսում եմ իմ առօրյան, այնպես չի, որ ես կոնտենտներ եմ դնում ու ձեզ ցույց տամ։ Ես հետո ամենադժվարը այս բլոգների մեջ երեխեք ջան մոնտաժն է, ես մենակ եմ, ես չունեմ մեկը որ ինձ նկարի, մոնտաժանի եւ այլն։ Ես անում եմ այդ ամեն, այսինքն մոնտաժը որն է, պիտի հավաքես բլոգները։ Ասեմ ձեզ սիրելիներս, իմ առօրյան բազմաբովանդակ է, ինչպես տեսնում եք, իմս ներս չի, որ ես միայն մտածում եմ այսօր տուն գնամ, վաղ տուն գնամ, որպեսզի ես շատ մարդ հավաքեմ։ Ոչ, ես մի օր գնացի, տեսա, գնացինք Սուզիես տուն, մարդիկ հետաքրքրասիրությամբ նայեցին, թե ոնց են ապրում Հայաստանում հայերը, նայեցին 17-18 հազար, դրա համար շատ շնորհակալ եմ։ Միտեղ ես ցույց եմ տալի իմ տունը, պատրաստում եմ մի հատ քոկ մսյո, դա նայում է խոսքի 2-3 հազար, իմ համար 1000-ը կապ չունի, կարևորը որ ես ձեզ խնդրել եմ, եթե հավանում եք բութ մատերը տնկեք, եթե չեք հավանում, իջացրեք, դա եմ ես ձեզ խնդրում, բայց ընդամենը 300-400 հոգի բութ մատ եք տնկել են, ներքևինները չեմ տեսնում, եթե չեք դրել, ուրեմն չեք հավանել, նայում եք ու չեք հավանում, դա արեք ու ես ստատիստիկա անեմ, մտածեմ արդյոք հետագայում շարունակեմ բլոգներս, թե դադարեցնեմ, որովհետև ես չեմ ուզում մարդկանց ստիպեմ, որ նայեն, հասկացեք ինչ ճիշտ, երեխեք ջան։ Ես ձեզանից ողորմություն չեմ խնդրում, ես ունեմ տուն, ընտանիք, աշխատանք, ես ունեմ ընկերություն, ես ունեմ շրջապատ, YouTube-յան ալիքի բացման բուն իմաստը դուք լավ գիտեք ինչն է։ Բացել է, որ ես ձեր հետ կիսվեմ, իմ առօրյան, որ դուք էլ տեսնեք, որ Ժաննայի նման մարդիկ, ովքեր ապրում են, ինչ ասեմ են, քաղաքներում, որտեղ քաոս է տիրում, հանգստանալ, ձեր ինչ ասեմ, շատերը կան, որ ռայոններից են, մարզերից են գնացել Ամերիկա, Եվրոպա, ձեր կարոտն առնեք, դիլիջանն եք մեկը նմանացնում, մեկը դիջևանն եք նմանացնում, և ամենակարևորը, իսկական Ֆրանսիան ճանաչեք։ Այդքան։ Դե ինչ երեխեք ջան, չխոսամ, ուրեմն ես հիմա որոշեցի վարդագույնը և ջինսերը այստեղ դնեմ։ Այս սա ուրեմն գնում է այստեղ, քանի որ այս տաբաթը, երեխեք, ես ինչ սխալ բան արեցի, 238 եմ պատվիրել, ես ջինսը պիտի պատվիրեի 40, ես ինչ սխալ բան եմ արել, անո, Ձելավ ինչ արած երեխեք, արդեն պատվիրել եմ, սա գնում է բեժերի տեղը։
Ինչպես տեսնում եք, ամբողջ այս հավաքածուն, որը որ ես դնում եմ, տեսնեմ երևում է, մոտիկ ասեմ, որտեղ շատերը ասում եք անա, այդ շատ հեռու ես։ Չէ, լավ է երևում է, ահա։ Ուրեմն բեժերը կդնենք այս կողմի վրա։ Վարդագույնները կդնեմ այստեղ։ Սա ավելորդ է անում այստեղ։ Այս ջինսից բլուզը շատ սիրուն է։ Ես սրա վրա հենց արոֆիս կգրեմ Անահիտ։ Եվ սա կպահեմ ինձ։ Շատ բաներ իրա պետք է գրեմ Անահիտ, այս կոստյումն է իմը, 100%-անով։ Ուրեմն, այս ջինսից տաբատները, խիճակ, ինքոն են շատ են սիրում։ Սա այս ջինսից տաբատները բացատրեմ ուղղակի։ Շատ թրենդային է, սա այն նուպագադի հոլիդեն է, հիշում եք, նեղ գալիս է տակը լայն, 70-ական թվականները։ Այս տաբատները, եթե հագնում են, շատերը հագնում են կարճ, բայց ես կարճ չեմ սիրում, գոնե հասնի այստեղ։ Ինձ այստեղ կհասնի, այսինքն ինքը իմ համար ոչ երկար կլինի, ոչ կարճ։ Եվ շատ փուճուր, դա եք, սա 42-ն է, ես ընդամենը մեկ ռազմեր ավել պիտի գնեմ եւ այդ ավելը իմ վրա շատ բան կստի, այդ ավելը շատ կարճ կլինի։ Այս շալվարի վրա էի մտածում, այս վարդագույնը, բայց չգիտեմ, վարդագույն շալվարը կմտածեմ, ժամանակ ունեմ, բայց ինչու չէի, կարող դա անգամ սա վերցնեմ ինձ, բայց սա չվերցնեմ։ Որովհետև վարդագույնը կարող ենք հագնել սևերի հետ, վարդագույնը, ասենք, սև տոպիկներ, սպիտակի հետ ուղղակի սենց հագնել առանց մտածելու։ Շատ գեղեցիկ է նաև այս վերնաշապիկը, ասեմ ձեզ, շատ գեղեցիկ է, եւ սա կարող ենք հագնել փակ եւ բաց։ Սա մտածում եմ, երեխեք, մտածում եմ։ Ես հեսա պիտի ամբողջը աշխատեմ, փակ վիճակում, բաց վիճակում։ Բայց քանի որ ես ունեմ փոքր տոպեր սպիտակ, երևի թե ես սպիտակ տոպ գնեմ մի հատ, որպեսզի ունենամ իմ պրեզենտացիայի ժամանակ մարդկանց ցույց տամ, այս տաբատը այնքան մեծ վերցեցի, տեսակ չէ, որ ասեցի հագնեմ ու գնամ բանի, որսորդության։ Սա այստեղ եմ դնում, որպեսզի շատ չչա։ Ուրեմն նայեք մի բան ձեզ ասեմ, երեխեք, պալասատովին գծավորն ու ծաղկավորը կարող եք համադրել, որովհետև դա շատ օրիգինալ, ինչ ասեմ, շատ օրիգինալ կոմպլեկտ է լինում, տեսեք, ինչ գեղեցիկ է, հուսով եմ, որ տեսնում եք։ Շատերից հետաքրքրում է, թե արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրոպայում կա։ Երեխեք ջան, ես ռիսկ չեմ անում, դուք կարող եք փողը փոխանցել իմ հաշվին, ես պատվիրեմ ձեր համար եւ ուղարկեմ սա որպես պասելկա, բայց խնդրեմը նա է, որ դուք այնտեղ տաքս պիտի մուծեք, քանի որ իր գները Ամերիկայի Միացյալ Նահանգների համար թանկ չի, եթե մի տաբատն արժի խոսքի, չգիտեմ ինչքան արժի, ասեք 90 եվրո, դոլարով չգիտեմ ինչքան է, կարող եք մի 4, օրինակ այստեղ գալիս են մարդիկ մի 4-5 կտոր են գնում 350-400 եվրո է, բայց դա կաչեստվա է եւ կարևորը, ամենակարևորը, բավականին մեծ ռազմերներ կա, ուրեմն 32-ից մինչև 52, դա դուք խանութներում չեք տեսնի մի գեղեցիկ մոդայիկ զգես, տաբատ, որը բարձրանալ շատ բարձր, բացառությամբ աշեմ եւ այլ, որոնք որ դե բնականաբար դրանք բաներ են, ինչ են ասում, այդ շենը, անսենյը, ոնց որ գործարանային տիպի բաներ են, որոնք որ 29, 49 եւ այլ, բայց այս տարի ուրեմն մենք ժողովի այդ որ գնացել է ինֆորմացիա, ասեցին, որ բավականին շատ բարձրացել են կտորների որակը եւ ես դա այն նկատում եմ, ընդամենը 10% է, որ պոլիեստեր է, մնացածը բոլորը վիսկոզ եւ բամբակ։ Ասեմ, սա էլ գնաց այստեղ, սա էլ գնաց այստեղ, սա շատ գեղեցիկ է լինում սպիտակ սավուշկայի վրայից, գիտեք, երեխեք, սա կարճաթև է, ոնց որ ժիլետ հագնես, նուրբ ժիլետիկ։ Եվ ես այսպես որ մտցնել տակը, ասենք, մի վարկյան, դեղավ, ես հետո սա ամբողջությամբ ձեզ ցույց կտամ, չեմ ուզում մտցնեմ շատ տակը եւ այլ, այսպես ցույց կտամ եւ սա կարող եք հագնել նաեւ, ուղղակի արագ ձևով ցույց տամ սրա հետ։ Դրա համար սա գնում է դեպի այս թեմատիկան։ Ես սպիտակ վերնաշապիկ ամեն ինչի հետ եմ ցույց տալու, որովհետև այս սպիտակ վերնաշապիկը բոլորիդ ասել եմ եւ ասեմ։ Ուրեմն բոլորդ ժամ 11-ն է մեր մոտ, ես դադարացնեմ եւ հետո կշարունակեմ ձեր համար։ Ուրեմն բոլորը պետք է ունենանք
ձեր պահարանում, ուշադիր ինձ լսեք, մեկ զույգ մոկասեն են, որ սենց մեր մոտ սովետական միության ժամանակ ասում էին չարող, մոկասեն, բեժվի կամ սև բան է, զամշից, բոլորդ պետք է ունակ մի շատ գեղեցիկ բոթաս, վերջ դրանով, բոլորդ պետք է ունակ մի հատ ջինսից բաճկոն, պետք է ունենաք սպիտակ վերնաշապիկ, մեկ հատ ջինսից տաբատ, ես ձեզ ասում հատիկով, մեկ բլազեր, կոստյում, պիջակ և չմոռանանք ասենք պերֆեկտոն են կաշվից մոտոյի մոտարների բլուզոնա և վերարկու, և մի հատ է դուդովի կուրտկա, և դուք դրանով կարող եք միքսի անել, մոռացա կարևոր, սև տաբատ, սև սովորական կլասիկ տաբատ, եթե հնարավորությունն եք մի հատ էլ սպիտակ, ու այդ, որ դուք արդեն ջոնգլի անեք, սպիտակ վերնաշապիկը հագնեք, ջինսից բաճկոնի հետ, սև շալվարից, ջինսը հագնեք, գեղեցիկ պիջակի հետ, այդ սպիտակ, արդեն դուք չեք մտնում բանի մեջ, ինչ են ասում, այդ կլասիկայի մեջ, հասկանում եք, հիմա ես բացատրեմ, ջինսից տաբատը վերցնում եք այս սրա հետ, սա արդեն դառավ սպորտիշտիկ, ջինսից սարոշկան, սա վերցնում եք և հագնում եք սև տաբատի հետ, արդեն սա դառնում է կլասիկա, և սպորտ և կլաս, հասկանում եք ինչ եմ ասում, համենայն դեպս երեխեք ջան, ես ժամանակ չունեմ, որ ամբողջը մանրամասնորեն ցույց տամ, սա չտեսաք դուք եկավ են օրը, հիմա ես սրա վրա կասկածում եմ, որովհետև սա բավականին երկար կլինի և ես մտածում եմ իմ համար գնեմ, բնականաբար գոտին կհանեմ, երևի թե գնեմ սրանից, որովհետև սա շատ գեղեցիկ է, հիմա գնամ պիտի պատվեր ունեմ անելու, գնամ պատվերներն անեմ, շատ գեղեցիկ է, այ հենց այ այսպես, և կարող եք հագնել փակ, և կարող ենք հագնել այ այս մասկոյ սրա հետ, տեսնում եք, շատ գեղեցիկ է, երեխեք ես չներվեցի, այս մայկաների տարբեր գույներն եմ պատվիրել, սա ուղղակի հրաշք է, և գիտեք ամենակարևորը որն է, դուք հիշում եք, ես ձեզ ցույց տվեցի սիրուն սվիտերը, որը ոչ ժակետ սվիտրա, բայց ես հիմա ձեզ ցույց կտամ, թե ինչպես կարող եք մենք այն համադրել և գեղեցկություն է սա, նայեք տեսեք, սա, սրա հետ և սպիտակ տաբատի հետ, տեսնում եք ինչ գեղեցիկ է լինում, և հագնում եք ոսկեգույն բոթասներ, կամ ինչու չէ, հագնում ենք սրա հետ, բեժվի, կամ ինչու չէ, հնչի չէ, հագնում ենք սրա հետ, և Անահիտի շալվարը, Գաբրելամի շեղավ, գիտեք ինչու երեխեք ջան, ու Սիրգեյ Սիրգեյևիչը փայտ է դեղատ բոխում, մի հատ պասեք տեսնենք, մի քիչ խոսացնենք Սիրգեյին, երեխեք ջան Սերժը, այս ապարատը, որ կպցնում է բանին, այդ տրակտորին, նայեք տեսեք, Qu'est-ce que tu fais? Serge? Չի լսում։ Ինչ անում երեխեք ջան, դուսը մի քիչ խոնավ է, ցուրտ է, բայց լավ է, անձև չկա։ Յուղում է։ Այսօր ես ճաշ չեմ պատրաստում, քանի որ ունենք բորշ, իսկ բորշը հաջորդ օրն ավելի համեղ է։ Եվ ունեմ աղցան, և ամեն ինչ կա տուն ուտելու, այսօր մենք դրանով յոլա կգնանք և մայրիկի բիշիների պատճառով 3,5 կիլո չաղացել եմ երեխեք ջան, մի հատ բոլորդ ասեք, հալալա քեզ Անահիտոչկա, տեսեք ոնց է երեխեք անում, սա պիտի սես բարձրանում ու կտրում է ինքը, նայեք տեսեք, հիմա ես դա ցույց կտամ ոնց է անում, չգիտեմ երևում է, եկեք մոտիկացնեմ, ուլոլոլոլո, հլը կոճղը նայեք երեխեք, Ահա սիրելիներս, նայեք տեսեք, ապարատը դրեց և գնաց,
Տեսնում եք։ Ահա սիրելիներս, փայտերը այսպես մեծ կոճղիկները կտրում է, հետո արդեն մնացածը այսպես դասավորում աստեղ, չորացնում է։ Ահագին ունի այդ կոճղիկներից, ինձ թվում է դեռ սպասում է հեսա այս շաբաթ մեր մոտ արդեն արև են հաղորդում շաբաթ կիրակի։ Դե լավ, գնանք գործից, երեխեք ջան, ես մոդայից հետո անցնում եմ փայտագործություն։ Երաժշտությունն միացած, ես աշխատում էի, բայց ձեր խաթր համար ինչ արել, ձեր Անահիտը այն անջատել է եւ ցույց եմ տալիս ես, գիտեք ինչ եմ բերել, երեխեք, պիտակներն եմ կպցնելու։ Երեք դա այդ խաբարկը ամենաչսիրածս աշխատանքը։ Չեք պատկերացնում, так ненавижу мать родная։ Սա այսպես ջինսային մոմենտ է, երեխեք, գիտեք ինչ եմ մտածում, շատ հետաքրքիր։ Սա գնում է այստեղ, բայց գիտեք ինչ, երեխեք, այս շորը շատ սիրում եմ։ Այդ շորից ես մի հատ ամսի 7-ի համար այս երկու զգեսներից ես երևի թե պատվիրեմ մեծ ռազմեր, բայց գիտեք ինչ, ես սրանից կհակնեմ հայգույքով։ Իսկական իմ ստիլն է, ամառը մի քիչ է զագար ես ընդունում ու դելը մաստերը բայիցը մաստերը դելը։ Սա այստեղ։ Գիտեք, սա շատ լավն է, բայց սենց կանենք, եկեք սենց անենք, ուրեմն սա ես ցույց կտամ, ջինսից այս տաբատի հետ, այո, սա շատ սիրուն է սրա հետ, ասեք վաշը Անահիտը очень умная, կատա, կիմանդերից, այս շորը ինքը վատը չի, պրոստը մի քիչ կարճ է, սա նա թող մնա, այս շալվարը շատ մեծ վերցեցի, թե ում հակին անինելու սա նաև գեղեցիկ կլինի սրա հետ, սա կարող ենք անգամ հակնել որպես սուտ կամբինիզոն, այսենց, ու արդեն դառնում է կամբինիզոն, այսինքն կան մարդիկ, որոնք սիրում են կոմբինիզոններ հակնել, բայց ունեն փոր, ունենք մի քիչ սիրո բռնիչ են ասում, գիտեք, չեն խեք ես կողքերը, պաժալստը, կարող եք սա հակնել այսպես և վրայից դա բեժվի ջինսից կուրտկան կգա, դա ցույց կտամ, ուրեմն, ասեմ թե սիրելիներս, որ յուրաքանչյուր կին պետք է ունենալ սիրո բռնիչներ, պատկերացնում եք մարդը չունենա սիրո բռնիչ, խոսքի է ձեր ամուսնու ոտը թոբլտում է ու ընգնում է, մի տեղից պի բռնի, պատկերացեք սենց ուղիղ լինի, սենց հակը բռնի, հակը սղա, գոնես ես կբռնես կոնքերից ու կմնա, էլի, տեսնում եք, ինչքան լավ իդեալներ են տալիս, նենց որ սիրելիներս, անցեք հաց ու քաղցր ուտելու, սա կամբինիզոնն է, սա տեսակ իմ Կարլիտայի հակը, շատ գեղեցիկ է, բայց մի վատ է, եթե ես տեղ կախեմ, էլի կպնում, գետնի տոբա ինչ անում է, սև տաբատը, անցնենք սև տաբատին, սև տաբատը նաև կարելի է այստեղ կախել, քանի որ ես սևը բեժի հետ մի քիչ մքացնեմ, շատ բան չեմ դիմաց, սա եվս կարելի է կախել այստեղ և կախել հենց այս վեստի հետ, il faut que j'appelle l'autre. Tu peux fermer le truc? Serge, la porte. Je ferme la porte pour tour, et Momo, et Koshko, t'as gagné pour vous aussi. Et Natacha, quand vous signez pour vous. Natacha, c'est quoi? Natacha. Pekina, il y a une la Natacha. Je vais lancer pour ça. Օ, սրա հետ էլ շատ գեղեցիկ, բայց ինչ ասես, մութ իմ, ես չեմ հասկանում, մի քիչ մութոտ է երևում, նայեք տեսեք այս ժիլետի հետ կավբոյսկի, ունում է մի հատ գլխարկ դրում կավբոյսկի ձի ու լավն է, սա ինձ թվում է ես կպահեմ ինձ, սա իրոք հրաշալի ժիլետ է և ասեմ, որ ամեն մարդ չի սիրի, բայց գիտեք ինչ եմ մտածում, իսկ եթե ես ես սրանք կախեմ այստեղ, իհարկե, սպիտակ վերնաշապիկի հետ,
Եվ այն կարելի է ցույց տալ հենց այ սրա հետ էլ, այ այսպես։ Հնչու չէ, հնչու չէ։ Սա նույնպես գնում է այստեղ եւ սա չեմ կարծում որ կգնա այստեղ։ Սա ինձ թվում է կմնա այ այստեղ։ Հա։ Այս կիսաշրջան սկիզբից եմ ուզում պատվիրել, ինչ եմ կարծում երեխեք, այնքան նուրբ ջինս է, այնքան բարակ։ Հա, երևի թե սրանից բնավ իմ համար կպատվիրեմ, շատ եմ սիրում ես ջինսի ջյուբկաներ, եւ ես այս ջինսի ջյուբկան ամեն ինչ ես ասում եմ, դա անգամ սենց վերնաշապիկների հետ։ Եթե իհարկե երկարությունը լինի այսքան։ Չեմ սիրում որ կարճ լինի։ Սա կարելի է հագնել ամեն ինչի հետ, նույնma ջինսը սա այստեղ, վարդագույնը, սա, քանի որ ինքը լավ վեբացվածք ունի, մարդիկ կան այս վեբացվածքը իշտում է մինչև ստեղ, քանի որ կարճահասակ է, սա դնենք այստեղ սրա հետ է, այս թեմատիկայի հետ է, այս սպիտակ սվիտրը ուղղակի վերջն է, սա որտեղ դնեմ, երեխեք ջան, սա կարելի է դնել այ այստեղ, նո, գիտեք ինչ անեմ, եկեք սա դնենք այ այստեղ, այս դեղինը ինքը սենց ոնց որ ինչ ասեմ, անհատական մի հատ դեղին է, բայց քանի որ իրանք այս դեղինն արել են, ես 100% գիտեմ, որ ամառային հավաքածուի մեջ, որտեղ ես էլի եմ ստանալու լիքը, երեխեք, դեղինը շատ արկա կլինի, եւ այս դեղինը մտածում եմ, կախեմ այ այստեղ, բեջերի հետ ավելի ասում։ Վարդագույնը, սա շատ գեղեցիկ է, վարդագույնիկը, սա կարելի է հագնել նաև սպիտակ տաբատել, ես անդադ սպիտակը ցույց կտամ, ահա սա երեխեք, բան է, տաբայի գույն է, սա կախենք այ այստեղ եւ կարող եմ ես ցույց տալ նաև սրա հետ եւ ինչու՞ չէ, կարող եմ տոն սյուղ տոն, տոնը տոնի հետ, այսպես, ասեք անայդ հնարակ, երեխեք արդեն 25 տարի աշխատում եմ, գիտեմ որ ինչի է դա Սրա սպիտակը կա, բայց ես չեմ պատվեր տալի, կասեմ սրա սպիտակը կա, չեմ ուզում շատ փողներ դնեմ, որովհետև ահագին դեռ գալու եմ եւ գալու։ Եկեք երեխեք ջան, սրանով դադարացնեմ, բայց ես վիշիլկաս ջարդվեց, բայց վիշիլկա է պետք, բայց մոչնի մի հատ վիշիլկա է, բանա պետքեց։ Գնամ վերցնեմ սա եւ բերեմ կողմ երեխեք, լավ։ Դե լավ, գնացինք, տիկետները պետք է կպցնեմ, ամենադժվար, մի հատ էլ ճղվել է, չգիտեմ ոնց պիտի անեմ։ Alors, top irisé, veste courte brodée, oui, դրանք էլ չեմ ստացել, թող բոլորը գա, բյուլ դետայ դանտելը, 007, բան էտ սվիտր, որի վրա կա դանտել, ինչ են ասում, ժանյակներ, բայց որտեղ, ես որ մեկն է զղոզիլ, չո էտը տակույն է, եսի չո էտը տակույն է, եկեք ինձ առաջինը կխտենք սրա վրա, այո, կարող է սա է ուզել իմ ընկերուհին հեռախոսով, ես, ես մի քիչ թանկ հաճույք այս փոքր սվիտերը, գիտեք, բայց լավն է։ Դե լավ, գնացինք սիրելիներս, 11-15 է, ես գնամ գործեր ունեմ, պետք է միտեղ զանգեմ, հուսով է, որ այսքանով այսօրվա բլոգը կավարտեմ, եւ արդեն կսկսեմ ես ձեզ ցույց տալ մանրամասնորեն, որ ինչի է, խոսենք մորֆոլոգիայից, եթե ցանկանում եք, եւ ամենակարևորը, ես շատ կցանկանամ, որ շատ երիտասարդ աղջիկներ, ովքեր վարում են բլոգներ, չամանչեն եւ չմտածեն մեծամտություն չանեն, որ իրենք ամեն ինչ գիտեն, ես անգամ այսօր սովորում եմ, դեռ սովորում եմ եւ նայեն եւ տեսնեն, թե ոնց կարող են ավելի սլացիկ Երևան, ոնց կարող են ավելի փակեն իրենց փոքրիկ այդ կլորիկությունը, եթե ցանկանում չեք ցանկանում Երևան, ավելի լինեք էլեգանտ, մեծ կանայք, ովքեր որ ցանկանում են ընկնել էքստրեմների մեջ, հագնում եք կարճ եւ այլն եւ նրանք ովքեր ցույց են տալիս բավականին շատ ինստագրամյան բլոգերներ կան, ովքեր ունեն խանութներ եւ ցույց են տալիս իրենց հավաքածուն մի քիչ ավելի կոռեկտ իրենց պահեն, որովհետեւ սա չի նշանակում այ այսպես
Այսպես անելը դա չի նշանակում, որ դուք ձեր շորերը ավելի եք հրամցնում գեղեցիկ ձևով։ Ասենք գալիս եք, չէ՞, առաջ այսպես գալիս են։ Այսպես բաներ եք անում, սիրիչ երեխեք դար։ Եթե ցույց եք տալի մի բան, ցույց եք տալի, այսպես ասեք, սա գեղեցիկ է կամ դուք ինքներդ եք ուզում ցույց տալ, եղեք ավելի սրացիկ, եղեք ավելի էլեգանտ, անգամ եթե ձեր շորերը այդքան էլ էլեգանտ չեն, այսինքն մի քիչ լայն հոտը տենց փուճուր մարդկանց համար, անգամ այդ երիտասարդները նայում են, ասում են, լավ, ինչ ես քեզ կոտրտում է այդպես, մի կոտրեք, կարող եք քայլել գեղեցիկ ձևով գալ այսպես քայլեք, այսպես, բայց սենց սպասեք, ոնց է, աստված է, շատերն եք անում, երեխեք, մի քիչ վուլգարության է գնում, քայլում եք ու ոնց են անում, մի վարքյան։ Այ անդադ ես մի ոտ այսպես բարձր, ես մի ոտ այսպես ցածր, այն տպավորությունն որ դուք թոփալ եք։ Դրա համար եթե կցանկանաք նայեք, ես ոչինչ ինձանից ես իմ ինչ ստիլիստ չեմ, բայց գեղեցիկ է աչքի համար, երբ որ լինում եք բնական, երբ որ լինում եք տնական, եւ ցույց եք տալիս ձեր գեղեցիկ կամ ոչ գեղեցիկ հավաքածուն, այսինքն դուք հանում եք ձեր հավաքածուն եւ դարձում եք ավելի ցանկալի եւ ավելի հասանելի։ Դրա համար պետք է լինեք սեմպլը, հասարակ եւ հասանելի։ Ամենակարևորը լինեք ազնիվ ու խոսեք, ասեք այն ինչը կա։ Սա հատուկ նիհարների համար է, սա բոլոր մորֆոլոգիաների համար է, սա կարճերի համար է, սա բարձրահասակների համար է, կամ այս մեկը բոլորդ է կարող եք հագնել։ Եվ կտեսնեք, որ շատ ոնց են ասում, բաժանորդներ կհավաքեք։ Գնացինք, լավ երեխեք ջան, հիմա ես նայում եմ ու մտածում եմ, ինչ պետք է հագնեմ իմ առաջին պրեզենտացիային, ինչ եք խորհուրդ տալիս, այս կակի տաբատը չեմ սիրում այդքան կակի։ Ախր գիտեք ինչի չեմ վերջում, այս շալվարները ինքան բարձր են, ես սևը մնում է, սև հազարադում եմ, միգուցե թե այս ջինսից տաբատից պատվիրեմ ինձ, ջինսից տաբատ և հագնեմ ջինսից տաբատը ինչու հետ, վերնաշապիկ, մաղինեղ, ես նես բան եմ ուզում հագնեմ, որպիսի ես կարողանամ հանել և մայկայով նրա, որտեղ տները նենց են տակացում, մանավանդ մարդ ամսի խայտարակ շոք է։ Դերա, երեխեք ջան, գնամ նորություններ են ստացել, դա կոչվում է կապսյուլ, գնամ պատվիրեմ, սպիտակ վերնաշապիկը դուրս եկավ կարճ թևերով, այսինքն երկու հատ ծաղիկա, մի քիչ, չգիտեմ, կասկածում եմ, գեղեցիկ երկնագույն վերնաշապիկա, ասես տակից քաշում ես ու այդ փորի մոմենտը անենց լավ է պահում, այդ կարիք չկա մտցնես ձեր շալվարիդ մեջ եւ մեկ էլ մի բան է կար, որ պիտի պատվիրեի, գնացինք սիրելիներս։ Դե ինձ սիրելիներս, եկեք սրանով ավարտեմ իմ վլոգը, շարունակությունը կդիտեք մյուս անգամ, ցանկանամ ձեզ բարի դիտում, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ասում պակա, պակա։